Մենք բոլորս գիտենք, թե ինչքան կարևոր է առաջին տպավորությունը։ Փորձերը ցույց են տվել, որ անձի վերաբերյալ կայուն կարծիքի ձևավորման 50%-ին նպաստում է 1.5 րոպե շփումը։ Աշխատանքի ընդունման հարցազրույցները տևում են 3-ից 4 րոպե։ Այդ ընթացքում թեկնածուի վերաբերյալ դրական և բացասական կողմերը պարզ են դառնում։ Անհրաժեշտ է ընդգծել, թե ինչ գործոններ են ազդում ստեղծված տպավորության վրա։ Շատ կարևոր է չկենտրոնանալ առաջին տպավորության վրա, քանի որ այն կարող է սխալ լինել։ Քիչ ուսումնասիրություններ չեն կատարվել, պարզելով անձի արտաքին տեսքի դերը առաջին տպավորության գործում, ըստ որի ֆիզիկական գրավչությունը գնահատել են որպես հաջողության գրավական և կարծել են, թե մյուս դրական դրսևորումները նույնպես կապ ունեն դրա հետ։ Գեղեցկության էֆեկտի դերը նշանակալի կապ ունի առաջին տպավորության գործում։ Մարմնի առանձնահատկությունները, մարդու կառուցվածքը նույնպես ազդում է առաջին տպավորության ստեղծման վրա։ Փաստ է, որ մարդու դեմքի արտահայտությունը նույնպես ազդում է առաջին տպավորության վրա։ Սա պարզ է բոլորի համար։ Բայց այն, որ մեկ այլ մարդու հայացքը ազդում է նրա հանդեպ մեր վերաբերմունքի վրա, քչերին է հայտնի։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ձևավորվող առաջին տպավորության վրա կարող է ազդել անձի կողմից ընդունած կեցվածքը։ Շատ հաճախ ոչ թե դեմքը, այլ կեցվածքն է տալիս մարդու մասին ավելի ճշգրիտ ինֆորմացիա։ Որքան կարևոր է մարդու դեմքի արտահայտությունը, այնքան էլ կարևոր է խոսքի և ձայնի առանձնահատկությունները։ Հագուստը նույնպես ազդում է առաջին տպավորության վրա։ Սանրվածքը նույնպես նշանակություն ունի։ Աքսեսուարները նույնպես ազդում են առաջին տպավորության վրա։ Օրինակ ակնոցները։ Ակնոցներով անձը թվում է ավելի աշխատասեր, կիրթ և խելացի։ Կնոջ կողմից կոսմետիկայի չափից դուրս օգտագործումը ընկալվում է որպես ցածր ինտելեկտի առկայություն և ուշադրություն գրավելու միջոց։ Զրուցակցի դիստանցիայից կարող եք հասկանալ՝ ինտրովերտ է, թե էքստրովերտ։ Զրույցի ժամանակ ինտրովերտները մի փոքր ավելի հեռու են կանգնում, իսկ էքստրովերտները ավելի մոտ, նրանք սիրում են շփումը։ Մեծ ազդեցություն ունի նաև սոցիալական գործոնը։ Շատերը ուշադրություն են դարձնում, թե ով է անձը սոցիումում, և ըստ դրա տպավորվում։ Մարդու մասին առաջին տպավորությունը մի կողմից ձևավորվում է նրան բնորոշ առանձնահատկություններից, մյուս կողմից ֆոնից, որում ընկալվում է անձը։ Մեկ այլ ուսումնասիրություններում նշվում է պրոյեկցիայի մասին, երբ անձը իրեն բնորոշ հատկությունները վերագրում է դիմացինին։ Սա հատուկ է ցածր ինքնաքննադատություն ունեցող անձանց։